Որովհետև սա խնդրեմ։ Որովհետև սա անհնար է, ավլում են մնում է արանքներում այդ մարդիկ, նայեք, ամբողջը այտենց քանդված է։ Նայեք։ Այդ ամբողջը այտենց քանդված է։ Ես գտնում եմ հիմա Թևոսյան փողոցում, որի ասֆալտը մաքուր է, նայեք, ասֆալտը մաքուր է։ Այն հատվածի մայթը նայեք մաքուր է։ Բայց այս հատվածը ամբողջ ծերից ծեր կեղտի մեջ կորած է։ Ինչու՞։ Որովհետև ոչ տեխնիկան է սա կարում ավլի, ոչ մարդը։ Ինչու՞։ Որովհետև 4 տարի առաջ, մոտ 4 տարի առաջ Երևանի քաղաքապետարանը այստեղ արել է եզրաքարերի, բորձուրների փոխարինման ծրագիր։ Ու այդ բորձուրների փոխարինման ծրագիր գրողը գրել է մենակ բորձուրների փոխարինման տենդերը, ու չի գրել, որ այս արանքը պետք է ասֆալտ արած լինի, ու այդ մարդիկ եկել են բորձուրը շարել են, եզրաքարերը շարել են, թողել գնացել են։ Հիմա Թևոսյան փողոցում հենց այստեղ նայեք։ Այս հատվածի ասֆալտը արված չի ու դեպի քեզ եմ փչելու էլի։ Ու նայեք հիմա ես կանգնեմ դեպի այս կողմ ու փչեմ, նայեք։ Այստեղ նայեք։ Հիմա նայեք այս աղբը, որովհետև սա փաստացի ոչ մարդն է կարում ավլի նորմալ։ Ու արդեն ստեղ խոտեր են աճել, ոչ տեխնիկան են ավլող գեխերները կարում են մաքրեն։ Պետք է այս հատվածը կտրել միջև ներքև։ Հիմա դեպի ներքև ցույց տանք։ Այստեղ արդեն, նայեք, խոտեր են աճել։ Նայեք այստեղ։ Ու բարձրանանք դե միջև ներքև կալցևոյ, այդ քանդած մոստի կալցևոյը տենց է։ Հիմա բարձրանանք վերև։ Նայ, այստեղ կարաս տաս ինձ երևի։ Այսենց։ Այս ամբողջը ստեղ նայեք, հիմա այս աղբը սա ստեղից է դուրս գալիս, որովհետև սա խնդրեմ, որովհետև սա անհնար է, ավլում են, մնում է արանքներում այդ մարդիկ, նայեք, ամբողջը այտենց քանդված է, նայեք, այդ ամբողջը այտենց քանդված է, բայց ստեղ նաև հիմա գալիս ենք երկրորդ հարցը, այս հատվածների մասն է, մինչև վերև, ասֆալտ արած չի, թփերի մի մասը այստեղ չորանում է, պետքա ջրվեն, եկանք ստեղ, այս նոր շարած, նու նորը որն է, 4 տարի առաջ շարած, ինչ աղբասս կա այստեղ, 4 տարի առաջ շարած եզրաքարերն է, նայեք ինչ վիճակում է, ու աղբը ստեղի, նայեք, նայեք, հիմա սենց բարձանում ենք, այստեղ արդեն խոտեր են աճել, այստեղ չեք գուշակի, բայց հեղեղատարն է, նայեք, արդեն վրեն խոտեր աճած, ու գնացինք շարունակությունը, այստեղ, նայեք, այս սրա մասին է խոսքը, այսենց, մինչև վերև, նայեք, բա փոշի ոնց չլնի, ամեն քամուց այսենց այս փոշին բարձրանում է, իսկ եթե սա ավլած լիներ, ասֆալտ արած լիներ ու ավլած, նայեք, ամեն քամուց այսենց փոշի անում, բարձրանանք, այս հատվածը ևս, նայեք, ամբողջը այսենց է, ու սենց մինչև վերև, շարագությամբ են վարում, ու սենց մինչև վերև հիմա մի փոքր էլ հատված, նայեք, մաքրեմ, որ երևա էլի, այսենց, այս ամբողջ հատվածը, այն ներքևից, մինչև վերև, ու եզրաքարերը արդեն ծռված, այստեղ, և մինչև ներքևի հատվածը երկու կողքից էլի, նայեք, այսենց, երևում է ասֆալտը այստեղից է, մինչև ստեղ ինքը, և դեպի վերև, այսենց բաներն են, որ փնթի են դարձնում, էլի քաղաքի տեսքը, որ նույնիսկ մարդիկ ասում են, մենք առավոտից իրիկուն մաքրում ենք, միգուցե այս փողոցը նաև լվացվել է օրինակ, որտեղ նայում ես մաքուր փողոցը, այն մայթը մաքուր, բայց այստեղ անհնար է, ուղղակի անհնար է սա մաքրելը, որովհետև ասֆալտ չկա, ու ինչքան ուզում ես ավլի, այս փոշին է լինելու, ինչքան ուզում ես դու իրան ավլի կամ չգիտեմ, խնամի, կանաչ գոտում, նայեք ինչերը, այսենց մինչև վերև,
Նույնն է, ստեղ նայեք, հեսա։ Խնդրեմ։ Պարզ երևում է, չէ, որ ասֆալտը չկա։ Խնդրեմ։ Ու այս հատվածը հենց դրա համար ոչ տեխնիկան է մտնում, ոչ մարդն է մաքրում, նայեք։ Ես կարծում եմ, էլ իմաստ չունի մինչև վերջ գնամ, բայց ստենց զում անելով ցույց տամ, որ մինչև վերջ այդ վիճակն է եւ դիմացի մայթը եւս այդ վիճակն է։ Պետք է երկու կողմից քանդվի, հավասար կտրվի ու ասֆալտ արվի։ Այնտեղ արդեն նաեւ եզրաքարեր ունենք տարբեր տեղերում քանդված, դրանք եւս պետք է կարգի բերել։ Ես հուսով եմ երկար չենք սպասի այս խնդրի լուծմանը, որովհետև ստե հարցը շատ չնչին գումարի մասին է, այն փողերի հետ համեմատած, ինչ ծախսեր հիմա արվում է Երևան քաղաքում, ու այս հարցը 4 տարի այսպես թողնելը արդեն իսկ ամոթ էր, բայց հիմա եկել եմ ոչ թե ասելու ամոթ է, խայտառակություն է, ես ինչ, այլ եկել եմ խնդրելու ուղղակի, որ այս հարցին լուծում տվեք, որովհետև այլապես եւ անհարմար է երթևեկությանը եւ վտանգավոր, բայց որ նաեւ կարեւոր է, շատ կեղտոտ է ու անհնար է սրա մաքրությունն ապահովելը։ Շնորհակալություն։